Բարի երեկո։ Առաջիկա րոպեներին միասին կամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները։ Այսօր օրը սկսվել է հոգևորականների ձերբակալություններով։ Ձերբակալվել եւ Երևանի քննչական կոմիտեին տարվել Տեր Փարեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիական անձինք։ Ավելի ուշ Տեր Փարեն քահանան դուրս է եկել քննչական կոմիտեից։ Խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տունը, սակայն նրա գտնվելու վայրն անհայտ է։ 5 քահանաների եւ սրբազանի հետ նաեւ ձերբակալվել են Արագածոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ։ Փաստաբան Արա Զոհրաբյանի տեղեկություններով ձերբակալությունը կապ ունի հանրային հեռուստաընկերության եթերում Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հայտարարությունների հետ։ Նա ասել էր, թե ընդդիմության հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, որն ըստ էության Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն է։ Մկրտիչ սրբազանի մասով այսպիսի իրավիճակ է։ Քրեական օրենսգրքի 451 հոդված կա, որը բռնի անհետացման մասին է խոսում։ Ես հիմա ընթերցեմ այդ հոդվածի դիսպոզիցիան։ Ուրեմն տեսեք, բռնի անհետացումը պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկած անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը։ Ուրեմն պատժվում է ազատազրկման 3-ից 7 տարի ժամկետով։ Բավականին ծանր հոդված է։ Հիմա տեսեք, մենք այս մասով ես ինքս արդեն հաղորդում եմ ներկայացրել եւ նաեւ իմ Facebook-յան էջում սրա մասին գրել եմ, որովհետեւ մեր բոլոր փորձերը մեր վստահորդին հանդիպելու փաստորեն ձախողվել են։ Վերջին անգամ որտեղ եք տեսել, որ ասում եք այստեղ չի, չգիտենք որտեղ է։ Տեսել եք, որ բերման են ենթարկում։ Չենք տեսել, մեզ ասել են, որ իրեն բերման են ենթարկել, այսինքն մեքենան են նստեցրել եւ բերել են իբրև քննչական կոմիտե։ Ասել են բերում են Պարուս Սևակ 4 հասցեով, սակայն Մկրտիչ սրբազանին այստեղ չեն։ Ունեք որոշակի կասկածներ, ինչու են թաքցնում սրբազանի գտնվելու վայրը։ Տեսեք, այս ողջ գործընթացը հակաեկեղեցական շարժման տրամաբանության մեջ է, բնականաբար սա ճնշում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, եւ սա էլ հենց այդ ճշմարտ շրջանակում է։ Մեր տեղեկություններով քրեական գործը առնչվում է այդ հավաքներին իբրև հարկադրելու Տեր Արամի այդ ցուցմունքի կամ հաղորդման հետ, ուրեմն եւ նաեւ որոշակի ֆինանսական հարցերի հետ է կապված։ Խուզարկության որոշման մեջ չէ գրված դա եղել, որտեղ փաստաբան Մարինե Ֆարմանյանն այդ մասին ասաց, որ խուզարկության որոշումների մեջ գրված է, որ հավաքներին հարկադրելու այդ վարույթի շրջանակներում են։ Այո, ես մանրամասնին չեմ տիրապետում, բայց որքանով տեղյակ եմ, այո, եւ բնականաբար Տեր Արամը ցուցմունք է տվել, պարզոր ցուցմունք է տվել եւ իր ցուցմունքն է այս ամբողջ գործընթացի։ Նա որ հաղորդում չի եղել։ Դե հաղորդում չի եղել, բայց վստահ եմ, որ նա ցուցմունք տվել է։ Իսկ մեծ հետ Հայլուրի հետ զրույցում նշեց, որ հենց անձամբ մեզնից է տեղեկանում, որ Արագածոտնի թեմի առաջնորդը այս պահին անհետացել է եւ իր մյուս հոգեվոր եղբայրներն էլ։ Դե այդ մասով կարծում եմ չի ստում, այդ բանը է տեղեկանում, բայց վստահ եմ ինքը ցուցմունքներ է տվել եւ իր ցուցմունքներն էլ հիմք են ծառայել այս գործընթացը։ Գործում կա դա։ Ես վստահ եմ, որ իր ցուցմունքները կան։ Վստահ եմ, ուղղակի շուտով կիմանամ։ Իսկ միայն նրա ցուցմունքներով է պայմանավորված, թե օրինակ վեհապարի հետ ազգակցական կապը կարող է եւս պատճառ հանդիսանալ դրա համար։ Տեսեք, Միքայել Սրբազանն էլ վեհապարի հետ ազգակցական կապ չուներ, բայց նաեւ հայտնվեց այս քրեական հետապնդման թիրախում։ Ես կարծում եմ, սա հակաեկեղեցական այս շարժման շրջանակների մեջ է։ Անզորաբյան, իսկ Դանիել Իոնիսյանի հաղորդման հիման վրա է այդ։ Այո, որքանով տեղյակ եմ, այո, Դանիել Իոնիսյանի հաղորդումն էլ կա եւ ի վերջո ՀՄԿ-ի այդ նյութն էլ ինքը հրապարակային հաղորդում, այսինքն ԶԼՄ-ների հաղորդում կարող են դիտարկել։ Դանիել Իոնիսյանը ներկայացրել։ Կարծում եմ, այո։ Մանրամասն իհարկե կիմանանք, բայց կարծում եմ, այո։ Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվել է, դատական նիստը շարունակվել է այսօր։ Պաշտպանական կողմն այսօր սկսել է ներկայացնել իր դիրքորոշումն, այդ մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նրա խոսքով 3 դատական նիստը սկսվել է 20 րոպե ուշացումով, ավելի քան 2 ժամ քննիչներն ընթերցել են կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Վարդևանյանի պնդմամբ ներկայացվածը Սամվել Կարապետյանի հետ որևէ առնչություն չունի։ Ինչպես հայտնել է կալանքի ժամկետը լրանալուց առաջ, դատախազությունը իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածին ավելացրել է նաև փողերի լվացման հոդվածը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ակնկալում է, որ Պաշտպանության նախարարների նիստի արդյունքներով դաշինք երկրները նոր հայտարարություններ կանեն Ուկրաինային օգնություն ցուցաբերելու, այդ թվում հակաօդային պաշտպանության վերաբերյալ։ Այս մասին նա ասել է ՊՆ ղեկավարների նիստի մեկնարկից առաջ։ Մենք կքննարկենք նոր նախաձեռնությունը, որը գործի է դրվել օգոստոսին Եվրոպայի կողմից ամերիկյան մահաբեր եւ ոչ մահաբեր զենք գնելու համար Ուկրաինային օգնելու նպատակով։ Մենք արդեն ունենք 2 միլիարդ եվրոյի պարտավորություններ։ Այսօր սպասում եմ նոր հայտարարությունների, այդ թվում հակաօդային պաշտպանությանը վերաբերող ամեն ինչի։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, լավ մնացեք, կհանդիպենք։